Բարև ձեզ, սոցիալական հարթակի տաղավարում այսօր խոսելու ենք սոցիալական 2025-ի ընթացքից, 2026-ի անելիքներից, տաղավարում մեր հյուրն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Բարև ձեզ, պարոն Թորոսյան։ Մի քանի ամիս է, որ ղեկավարում եք նախարարությունը, եթե կարճ ամփոփենք 2025-ը, ինչպես է գնահատում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում պետության վարած քաղաքականությունը և արդյոք հաջողվել է ամբողջությամբ իրականացնել այն ծրագրերը, աշխատանքները, որ նախատեսված էին, համեցեք։ Գիտեք, ամբողջությամբ բառը երևի դժվար կլինի օգտագործել որևէ նախարարության ծրագրերի իրականացման համար, բայց մեր առջև դրված խնդիրները մեծամասամբ կարելի է ասել, որ լուծվել են կամ լուծվում են։ Իհարկե կան նաև շարունակական ծրագրեր, որոնք որ չեն դադարում եւ շարունակվելու եւ նաև բարելավվելու են եւ ընդհանրապես քաղաքականություն վարողների, նախարարությունների խնդիրը այն է, որ ծրագրերի իրականացման ընթացքում վերհանվեն խնդիրները, դրանք շտկվեն եւ ավելի լավ կերպով իրականացվեն։ Դե գիտեք, որ մեր նախարարությունը բավական մեծ, լայնածավալ, այսպես ասած, պորտֆոլիո ունի, սկսած կենսաթոշակային ապահովումից, վերջացրած նորարարական ծրագրեր, որոնք ուղղակիորեն միգուցե ավանդաբար մեր ենթակա ոլորտներին չեն առնչվել, բայց մենք ենք անում, օրինակ բնականաշինության ծրագիր, 16 միլիոնների ծրագիրը, նույնը վերաբերում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագրին, ինչը գիտեք, որ ճգնաժամով է պայմանավորված, բայց մեր նախարարությունն է իրականացնում եւ ես կարող եմ ասել, որ բավական հաջող է իրականացնում։ Իհարկե նորից չմոռանալով, որ կլինեն հարցեր, որոնք կծագեն եւ ընթացքում կշտկվեն, դա մեր ամենօրյա աշխատանքն է։ Հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների խնդիրները, մեր խնամքի հաստատությունների մասին հոգ տանելը, որտեղ մեր հազարավոր քաղաքացիներ են ըստ էության ապրում, իրենց օրը անցկացնում։ Երեխաների հարցերը շատ լայն է, շատ ըստ էության մեր շահառուներն են բոլոր մեր քաղաքացիները կամ կարող են դառնալ մեր շահառուները կյանքի այս կամ այն փուլում եւ ոչ միայն իրականում վատ փուլերում, նաև, ասենք, չգիտեմ, երեխայի ծննդյան նպաստը, երեխայի խնամքի նպաստը, այդ ամբողջությամբ մեր շրջանակներում է մեր աշխատանքի, եթե շատ կարճ ամփոփեմ, կարծում եմ, որ բավական լավ ենք աշխատել, ես, նախկին նախարարը, թիմը, իհարկե բարելավվելու ակնկալիքով։ Շատ լավ, իսկ եթե մասնավորեցնենք, ո՞րն եք համարում 2025-ի ամենամեծ ձեռքբերումը եւ ո՞րն եք համարում ամենաբարդ մարտահրավերը։ Գիտեք, դժվար է նման հարցերին պատասխանում ընդհանրապես, որովհետև միշտ մրցում են այդ դժվարությունները եւ նաեւ առավելություններն են մրցում իրար հետ, անվանել որևէ մեկը, որ ամենադժվարն է։ Տեսեք, ես քիչ առաջ նշեցի այդ բոլոր ոլորտները, բոլոր տեղերում կան դժվարություններ։ Եթե շատ այտենց մի քիչ աբստրահվենք, հեռվից նայենք, մեր բոլոր նախարարությունների ամենամեծ դժվարությունը ֆինանսական սահմանափակումն է, երբ որ դու ուզում ես ինչ-որ բան անել ավել, բայց կա լիմիտ, դու չես կարող դրանից ավել անել եւ դա սովորաբար պետք է բացատրես քաղաքացիներին, որտեղ նաեւ կա ակնկալիք այդ ավել անելու սկսած նորից եմ կրկնում այդ բոլոր ոլորտներից, բայց ես կարծում եմ, որ այնուամենայնիվ դժվարությունները նաև լուծելի են ժամանակի հետ զուգընթաց եւ նաև լուծվում են, դա ընդհանրապես կառավարության աշխատանքի նաև նպատակներից մեկն է լուծել դժվարությունները, բայց դրանք երբեք չեն վերջանում, նույնիսկ ստեղծվում են նոր դժվարություններ։ Առավելությունների մասով էլ հիմա այտենց մեծարման երեկոյի չեմ ուզում վերածենք, ունեցել ենք բավական լավ ծրագրեր, հաջողակ ծրագրեր եւ նաև դա է թույլ տալիս այդ ծրագրերը գնալ կառավարությունում հիմնավորել, որպեսզի շարունակվեն, ավել միջոցներ ներգրավեն, օրինակ նույն 16 միլիոնների ծրագիրը, հետվճարի ծրագիրը, որոնք որ համարում եմ հաջողված եւ հենց դրա շնորհիվ էլ, հաջողության շնորհիվ էլ նրանք շարունակվելու են մյուս տարի։ Հարցս բերում է նաեւ դրան, որ 2026-ից արդեն այդ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն, կենսաթոշակառուների եւ նպաստառուների անկախիկ գործարքներից ձևավորվող հետվճարի շեմը կբարձրանա։ Բացի այդ, հանրապետության ամբողջ տարածքում արդեն կներդրվի անապահովության գնահատման նոր համակարգը, այս փոփոխությունները ինչ բարեփոխումներ կբերեն քաղաքացիների կյանք։ Տեսեք, այդ վճարը շատ պարզ է, քաղաքացուն կտրվի ավելի մեծ հնարավորություն իր իսկ թոշակը կամ նպաստը բարձրացնել, մինչև 20%-ի շրջանակներում իրենց կենսաթոշակի կամ նպաստի, բայց ոչ ավել քան 10,000 դրամը։
Այսօր գործում է 12% եւ ոչ ավել քան 6000, այսինքն նրանք ռեալ հնարավորություն ունեն 4000 դրամով բարձրացնել իրենց թոշակը, բայց դրա համար նաեւ այո ինչ որ չափով ջանք է պետք գործադրել, քանի որ սա հաղթանակ բանաձևի շրջանակում է աշխատում, հաղթում է քաղաքացին, հաղթում է նաեւ պետությունը, որովհետեւ դրա շնորհիվ հավաքվում են հարկեր, որով էլ որ նաեւ վճարվում են այդ հետվճարները, դրանք տասնյակ միլիարդավոր դրամներ են, այդ ամեն ինչը որպեսզի պատկերացնեք, իսկ կենսաթոշակային բյուջեն հարյուրավոր միլիարդ դրամների մասն է խոսքը։ Նաև իհարկե մեր մյուս ուրիշ հետվճարի համակարգեր են ներդրվում, որը գումարվելու է կենսաթոշակների եւ տնպասների հետվճարի վրա 2%-ը, որ բոլոր քաղաքացիները կարող են օգտվել։ Այսինքն այս դեպքում այդ կենսաթոշակային նպաստավոր քաղաքացիների դեպքում նույնիսկ 22% է արդեն գործելու։ Դա է հունվարից տարեսկզբից։ Ենթադրում եմ, այո, դա մի քիչ մեր ազդեցության տակ չէ ուղղակիորեն, բայց ես գիտեմ ընդհանուր քննարկումները կառավարությունում եւ բյուջեի ընդունման շրջանակներում կարծում եմ, որ այո հունվարից ու փաստացի մեր քաղաքացիների համար դա էական փոփոխություն է լինելու։ Ինչ վերաբերում է անապահովության նոր համակարգի ներդրմանը, մենք հիմա այն փորձարկում ենք երկու մարզերում, Սյունիքում եւ Կոտայքում, եւ դրա ամբողջ իմաստը այն է, որ ավելի լավ գնահատենք ընտանիքներին եւ ավելի լավ գնահատումից հետո նաև ավելի հասցեական օգնություն ցուցաբերենք նրանց թե նպաստի չափով, այսինքն նպաստի չափը օրինակ այսօր կարող եմ ասել, որ միջին նպաստի չափը այդ երկու մարզերում մոտարպես 100,000 դրամ է, ի տարբերություն նախկին համակարգի, որ շատ փոքր էր 20 տարբեր տեսակի նպաստներ կար, սոցիալական, ընտանեկան 20-30,000 դրամ։ Այսինքն դրանք միավորվել են, դարձել են մեկ անապահովության նպաստ։ Այո, բայց միևնույն ժամանակ գնահատումն է շատ օբյեկտիվ իրականացում, որտեղ մենք գիտեք շատ ենք լսում նաև մեղադրանքներ, որ քաղաքացիներ կան, որ ստանում են անապահովության նպաստ, որոնք ըստ էության չպետք է ստանան, եւ նաև հակառակը, որ պիտի ստանան, բայց չեն ստանում։ Իհարկե պիլոտի ներդրման ընթացքում նաև առնչվում ենք տարբեր հարցերի, որոնք պիտի հնդածից լուծվեն եւ միայն վերջնական ձևավորվելուց հետո այն կտարածենք ամբողջ երկրի վրա։ Հիմա կդժվարանամ կոնկրետ ժամկետ նշել, որտեղ ուզում ենք, որ այն լինի հնարավորինս լավ, այսինքն հնարավորինս հաշվարկված բոլոր խնդիրները հաշվի առած եւ դրան զուգընթաց իհարկե կասենք դա երբ տեղի կունենա, բայց դա է լինելու մեր ընդհանուր քաղաքականությունը, դրան շեղում չի լինելու իհարկե։ Ու ընդհանրապես մենք միշտ շեշտում ենք, որ աշխատանքն է կամ աշխատելն է անապահովությունից դուրս գալու ամենաճիշտ եւ ըստ էության միակ ճանապարհը։ Խոսքը իհարկե չի գնում այն մեր քաղաքացիների մասին, որոնք չեն կարող աշխատել տարիքի բերումով, հաշմանդամության բերումով նրանց հոգ տանելու բեռը իհարկե պետությունը պետք է միշտ կրի։ Բայց այստեղ նոր շեշտադրում է առաջ գալիս, որ ընտանիքի աշխատունակ անձին պետք է մոտիվացնել աշխատել։ Այո, եւ պետությունը աջակցող ծրագրեր է նախատեսում, որպեսզի նրանք կարողանան մուտք գործել աշխատաշուկա։ Այո, նախ մենք ինքներս մեր բազաներում արկա աշխատանքի առաջարկներ պետք է անենք եւ ըստ էության քաղաքացու հրաժարվելու դեպքում դա ազդեցություն է ունենալու իր գնահատականի վրա այդ անապահովության նոր համակարգում եւ միևնույն ժամանակ լինելու են զբաղվածությունը խթանող ծրագրեր, մենք ունենք հիմա երկու ծրագիր, որոնք կվերանայենք, ավելի լավը կդարձնենք, որպեսզի քաղաքացիները նաեւ ինչ որ ձևով վերապատրաստվելու կամ եթե վերապատրաստման հարցեր չի հասանելի աշխատանքի հնարավորություն ունենան, բայց նորից եմ կրկնում, հաճախ մենք առերեսում ենք հակառակ իրավիճակի, որ աշխատանքն էլ կա, քաղաքացին էլ աշխատունակ է, բայց նա հրաժարվում է աշխատելուց։ Վերջերս ակտիվ շրջանառում են նաև հերթական փոփոխության մասին լուրը, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի շեմը կարող է վերանայվել, բացի այդ մինչև 6 տարեկան երեխային ամսական 50,000 այդ աջակցության ծրագիրը կդառնա մշտական, ինչ ակնկալիքներ են դրում այս փոփոխությունների։ Նախ այդ երկրորդից սկսեմ, մենք գիտենք, որ հիմա կա երրորդ եւ ամենահաջորդ երեխայի աջակցության կառավարության ծրագիրը, որը պարզապես կառավարության ծրագիր է եւ ունի ժամկետ եւ ավարտվում է այս տարվա դեկտեմբերի 31-ին, բայց մենք տեսնելով դրա կարեւորությունը եւ նաեւ գնահատելով ազդեցությունը իրականում ծնելիության վրա, որոշել ենք այն դարձնել մշտական նպաստ, այսինքն դա կառավարության ծրագիր չի լինի, կլինի ինչպես մնացած բոլոր նպաստները իրավունք որպես այդ երեխաների համար եւ եթե մենք գումարում ենք 6 տարվա ընթացքում դա 3.6 միլիոն դրամ է մեկ երեխայի հաշվարկով։ Ինչ վերաբերում է միանվագ ծննդյան նպաստներին, մենք իրականացնելու ենք համահարթեցում, որովհետեւ նաեւ միջազգային փորձն է ցույց տալիս, որ նախ երեխայի միանվագ ծննդյան նպաստը դա ծննդյան շուրջ տեղի ունեցող ծախսերի փոխհատուցման համար է նախատեսված եւ ոչ թե պարզապես փողի համար
երեխա ունենալու, որովհետև հաճախ մեր քաղաքացիները եւ ցավոք սրտի մեր անապահովության համակարգում եղած ընտանիքներում մենք օրինակ այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ունենք 17000 ընտանիք, որոնք անապահովության համակարգում են, որոնք ունեն 3 եւ ավելի երեխա։ 3-ից ավելի, իհարկե ամենաշատը 3-ն է, հետո 4, 5, 6, որ մեր քաղաքացիները իրենց մի գրագիտության, ֆինանսական գրագիտության շրջանակներում այլ նպատակներով հաճախ նաև որոշում են երեխա ունենալ այդ 1.5 միլիոն դրամի համար, բայց այն արագ սպառվելով հետո պարզապես եւս մեկ երեխա պետք է խնամեն։ Դրա լուծումը հետեւյալն է, այսինքն մենք միանվագ ենք տալիս բոլոր երեխաներին, որտեղ ծննդյան շուրջ եղած ծախսերը նույնն են, կապ չունի որերորդ երեխան է, եւ նաեւ ավելացնում ենք ըստ էության առաջին եւ երկրորդի դեպքում 300,000-ները սարքում ենք 500,000, ու նաեւ կապ միջազգային փորձ, որ երբեմն կարող է զարմանալի թվալ, բայց դա այդպես է, ամենադժվար որոշումը երկրորդ երեխայի ծնունդն է ըստ էության ընտանիքում, քան երրորդ, չնայած մեզ պետք է առնվազն 3 մի կնոջ հաշվարկով ու սարքելով մշտական հաջորդ երեխաների նպաստը մենք այդ 3.6 միլիոն դրամը բաժանելով 50,000 դրամների եւ եթե օրինակ եթե ասենք կա երրորդ երեխա, 4-րդ երեխա իրար մոտ ծնված, արդեն դա դառնում է 100,000 դրամ, եթե մի երեխա իրավել կա, արդեն դառնում է 150,000 դրամ։ Եվ ավելի նպատակային օգնություն միանգամից չեն կարողանում ծախսել, այլ ծախսում են իրենց ընթացիկ հոգսերի համար, այդ երեխային խնամելու համար եւ փաստի առաջ ըստ էության չեն կանգնում։ Սա է միջազգային փորձը ամբողջ աշխարհում եւ այդ 50,000 դրամն էլ իհարկե այսօր է 50,000 դրամ, հետագա մեր բյուջետային հնարավորությունների շրջանակներում միգուցե դա էլ վերանայվի հետագա տարիներին։ Շատ լավ։ Պարոն նախարար, արդյոք գնահատվել է սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետությունը աղքատության մակարդակի կրճատման տեսանկյունից։ Տեսեք, ես մի շատ եմ սրա մասի խոսել, մեր ծրագրերը հաճախ աղքատությունը ոչ թե կրճատելուն են միտված եղել, այլ կարծես թե պահպանելուն, որովհետև մենք ունենք նաև վերարտադրվող աղքատության խնդիր, երբ որ աղքատ ընտանիքների երեխաներն են մեծանում, նորից մնում աղքատ, համակարգում 10 տարուց ավել ընտանիքներ կան, որ այսքան 10 տարի է նույն համակարգով, հետեւաբար համակարգը կարելի ասել, որ առնվազն իրենց մասով էֆեկտիվ չէ։ Իհարկե նաև կան ընտանիքներ, որ դուրս են գալիս, բայց դուրս գալու միակ եղանակը, ասում եմ, կամ adekvat պետք է աջակցես, ոչ թե 20 կամ 30,000 դրամով, ինչը մեր պիլոտի մեջ դրված է, կամ պետք է աշխատանքով ապահովես այն քաղաքացիներին, նկատի ունեմ ոչ թե ապահովես հենց ինքդ առաջարկես աշխատանք որպես պետություն, այլ քանի որ տնտեսությունը ըստ էության զարգանում է եւ մենք նաեւ աշխատատեղերի աճ ունենք, գիտեք, որ ռեկորդային թվեր են ամեն ամիս արձանագրվում, դա նաեւ խոսում է նրա մասին, որ աշխատատեղեր ստեղծվում են, պարզապես մարդիկ պետք է ուզենան աշխատել եւ օրինակ իրենց փոխարեն չգան աշխատելու օտարերկրյա քաղաքացիները, թեկուզ դա էլ է լավ, որտեղ դու արդեն աշխատուժ ընդունող երկիր ես, դա էլ մի ուրիշ կողմից է լավ երկրի համար, բայց ամեն դեպքում սոցիալական աջակցության համակարգերը պետք է հենց այդ նպատակն ունենան, աղքատությունից հանելուն եւ ոչ թե աղքատության մեջ պահելուն։ Պարոն նախարար, խոսենք Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերից, բնակապահովման զբաղվածության ծրագրերով մենք ինչ պատկեր ունենք։ Մենք կարծում ենք, որ բնակապահովման ծրագրով լավ տենդենսներ ունենք, լավ միտումներ ունենք, բազմաթիվ քաղաքացիներ դիմում են, ստանում են իրենց հավաստագրերը, դիմում են նաև քաղաքացիություն ստանալու համար, որտեղ դա պայման է հավաստագիր ստանալու համար, նույնը վերաբերվում է զբաղվածության ծրագրերին, որոնք նաև մենք հիմա վերանայում ենք, որովհետև տեսնում ենք, որ կոմպոնենտներն են լավ աշխատում, որ դրանք ավելի ուժեղացնենք եւ որոնք որ չեն աշխատում, պարզապես դադարեցնենք, ինչպես նաև մշակում ենք հիմա ինքնազբաղվածության խթանման ծրագիր եւ այդ զբաղվածության եւ բնակապահովման ծրագրերը փորձում ենք իրար հետ կապել, որպեսզի բնակարան գնող քաղաքացիները կարողանան օգտվել այդ զբաղվածության ծրագրերից, ինչպես նաև շարունակում ենք այդ ամսական աջակցության ծրագրերը, որոնք ինչ որ մի փուլում կտրանսֆորմացվեն այլ ծրագրերի, հիմա չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել եւ ասել, բայց այդ ուղղությամբ էլ ենք աշխատում, որտեվ հասկանում ենք, որ քաղաքացիներ կլինեն, որոնք այնուամենայնիվ չեն կարողանալու հավաստագրերով ձեռք բերել բնական եւ մենք իրենց մասն էլ պետք է հոգ տանենք։ Կարծում եմ հնդածս իհարկե որոշ շտկումներ անում ենք եւ միգուցե նկատել եք կառավարության նիստերին տեղի են ունենում փոքրիկ փոփոխություններ, որոնք հենց իրենցից լսած հարցերի լուծման Ղարաբաղից տեղավորված մեր հայրենակիցներից լսած հարցերի լուծումներն են։ Նույն տրամաբանությամբ կշարունակենք, բավական մեծ բյուջե ունենք տրամադրված 26 թվականի համար դրա մասով, որը հույս ունենք կծախսենք։
Եվ թերևս վերջին հարցը, ծրագրերը շատ են, բայց ինչը կցանկանայիք առաջնահերթ տեսնել իրագործված։ Իհարկե դժվար է ինչ-որ մի բան նշել, բայց որպես բարեմաղթանք բոլորիս, մեզ, մեր շահառուներին իհարկե կուզենք տեսնել ավելի ապահով, ավելի զարգացած, բարեկեցիկ եւ դժվարին պայմաններում քիչ հայտնված մարդկանցով Հայաստան, դրանք կլինեն երեխաներ, կանայք, հաշմանդամներ, տարեցներ, տարբեր ճգնաժամերից ազդված մեր այլ հայրենակիցներ, որի համար մենք ըստ էության օր ու գիշեր աշխատում ենք։ Շնորհակալություն հաստատվեցի համար։ Սոցիալական հարթակի տաղավարում դեռ կհանդիպենք, հաջողություն։